Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, թող նրա օրհնությունը ձեր բոլորի հետ լինի, և թող Սուրբ Հոգին գա և առաջնորդի այս խոսքը, որպեսզի դուք կարողանաք հեռացնել ձեր բոլոր կասկածները և հասկանաք Աստծո սուրբ կամքը ձեր կյանքի համար։ Այս խոսքը մանավանդ նրանց համար է, ովքեր կրոնավոր են։ Եպիսկոպոս, բայց ես կրոնավոր չեմ։ Դուք նույնպես կարող եք շատ բան սովորել այստեղից։ Աստծո խոսքը շատ պարզ ցույց է տալիս, թե ինչպես է Աստված վերաբերվում կրոնի հետ։ Ինչ է Աստված մտածում կրոնի մասին, որովհետև ցավոք, շատ կրոնավոր մարդիկ, նրանք մոլորված են։ Եկեք միասին Հովհաննեսի 3-րդ գլուխը կարդանք։ Այդտեղ ամեն ինչ պարզ է։ Դուք այնտեղ կտեսնեք, թե ինչ կարող ենք մենք սովորել այդ խոսքերից։ Այնտեղ Հիսուսը խոսում էր փարիսեցիների գլխավորի հետ, ինչպես որ եկեղեցին ունի տարբեր ուղղություններ, այդպես էլ այն ժամանակ հրեաների մոտ փարիսեցիները պատկանում էին իրենց կրոնի կարևոր ուղղություններից մեկին, ինչպես որ նույնիսկ ավետարանական եկեղեցիները տարբեր ուղղություններ ունեն։ Եվ Աստվածաշունչն ասում է այսպես. եկեք միասին կարդանք. Փարիսեցիներից մի մարդ կար, Նիկոդեմեոս անունով, որ հրեաների իշխանավորն էր։ Հետո այսպես է գրված երկրորդ խոսքում. նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. Ռաբբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի։ Ահա Նիկոդեմեոսի տեսանկյունը։ Չնայած որ շատ փարիսեցիներ Հիսուսին չէին սիրում, այս մեկը ընդունում էր, որ Հիսուսն Աստծուց է եկել։ Չնայած որ Նիկոդեմեոսը Հիսուսին ճանաչեց միայն նրա հրաշքներով։ Եվ մեր օրերում կան շատ դեպքեր, որ մարդիկ տարբեր հրաշքներ են անում, բայց իրականում նրանք Աստծուց չեն։ Ես ինքս եղել եմ այդպիսի միջավայրում, նախկինում մինչև եկեղեցի գալը, և Հիսուսը նրան պատասխանելով ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել։ Իհարկե այստեղ Հիսուսը չպետք է 2 անգամ կրկներ. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, բայց երբ նա այսպես է ասում, հռչակում և հաստատում է այդ խոսքը։ Եվ նույնպես նրա համար է, որպեսզի մենք ուշադիր լինենք։ Երբ Հիսուսը սկսում է ասել ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, շատ ուշադիր եղեք այդ պահերին։ Եվ ահա նա ինչ ասաց Նիկոդեմեոսին. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել։ Եթե դուք դեռ չեք ծնվել Աստծուց, դուք ապրում եք ինչպես որ նախկինում, ինչպես որ այն մարդիկ, ովքեր հոգեպես ասված մահացած են Աստծո համար։ Որպեսզի մարդիկ կարողանան մտնել Աստծո արքայություն, նրանք պետք է աշխարհի արքայությունը թողնեն։ Եվ անհնար է, որպեսզի մարդը միաժամանակ լինի և աշխարհի արքայության մեջ, և Աստծո արքայության մեջ։ Եվ շատ մարդիկ հեշտ են սովորում կրոնավոր կյանքին։ Նրանք իրենց ասում են. ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ես ծառայում եմ եկեղեցում, ես եպիսկոպոս կամ հովիվ եմ, ես եկեղեցու ներսում ինչ-որ դիրք ունեմ, ոչ ոքի վատը չեմ կամենում, մեղքի մեջ չեմ ապրում, եթե ինչ-որ տեղ մի քիչ էլ խաբեմ, ոչ մի բան չկա դրա մեջ։ Կրոնավոր մարդը միշտ փորձում է արդարացնել իրեն։ Եվ հենց կրոնավորությունը դեպի խաբեության է տանում։ Ինչպես որ ես տեսնում եմ, կրոնավորությունն Աստծո ամենամեծ թշնամին է և սատանայի ամենամոտ ընկերը, որովհետև Աստված կրոն չի ստեղծել։ Աստվածաշնչում ցույց տվեք ինձ, որտեղ է գրված, որ Աստված կրոն է ստեղծել։ Այդպիսի բան գոյություն չունի։
Աստված տվել է պատվիրաններ, օրենքներ, եւ իհարկե հետագայում շատերը սկսեցին իրենց սեփական կարծիքները եւ իրենց մտածելակերպը խառնել օրենքների եւ պատվիրանների հետ։ Եվ շուտով հայտնվեց կրոնը, որն Աստծո խոսքի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Իմ ընկերներ, եթե դուք ցանկանում եք, որպեսզի ձեր հոգին այս կյանքից հետո Աստծո հետ լինի, ուրեմն մի մոտեցեք ոչ մի կրոնի, երբեք այդպիսի բան մի արեք։ Մոտեցեք Աստծո խոսքին։ Նույնիսկ եթե դուք Աստծո խոսքը մինչև վերջ չեք հասկանում, դա կարևոր չէ։ Հետևեք այն սովորական բաներին, որոնք դուք հասկանում եք։ Հետևեք եւ հնազանդ եղեք։ Եվ կտեսնեք, թե արդյունքում ինչպիսի օրհնություն կստանաք։ Բայց գիտեք, եթե դուք սկսում եք արդարանալ, սկսում եք մտնել տարբեր վիճաբանությունների մեջ, այլ կրոնավոր մարդկանց հետ, ուզում եք ցույց տալ, որ ձեր հավատն ավելի ճիշտ է, կամ ձեր ընտրած ուղղությունը ավելի ճիշտ է, վերջում միայն կոնֆլիկտներ են լինելու, եւ դա լավ չէ։ Եթե դուք հաճախ եք այդպիսի բաների մեջ, դա ցույց է տալիս, որ դուք այս աշխարհի արքայության մեջ եք ապրում, որովհետև այս աշխարհը տարբեր կրոններով է լցված։ Կրոնը ոչ ոքի չի կարող փրկել։ Ընդհակառակը, եթե ուշադիր լինեք, աշխարհում շատ պատերազմներ կրոնի պատճառով են եղել, եւ կրոնը մարդկանց կույր է դարձնում։ Շատ լավ իմ ընկերներ, եկեք շարունակենք կարդալ այն խոսքը, որը Հիսուսն է ասել։ Ինչպես որ հիշում եք, Նիկոդեմեոսը Հիսուսին ասում էր. «Հավատում ենք, որ Աստված քո հետ է, որովհետև ինչ որ դու անում ես, մարդն առանց Աստծո չի կարող անել»։ Բայց Հիսուսը կանգնեցրեց նրան։ Եթե դուք ուշադիր կարդաք, Հիսուսը նրան պարզ ասաց. «Նիկոդեմեոս, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել»։ Եվ իհարկե Նիկոդեմեոսի պատասխանը ցույց տվեց, թե ով էր նա իրականում։ Նիկոդեմեոսը նրան ասաց. «Ինչպես կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։ Իհարկե պարզ է, որ դա հնարավոր չէ։ Բայց դա Նիկոդեմեոսի հասկացողությունն էր։ Նա չհասկացավ, թե ինչի մասին է Հիսուսը խոսում։ Վերստին ծնվելն իրականում ֆիզիկապես դա անհնարին բան է։ Երբ մենք մարդկանց մոտ խոսում ենք դրա մասին, շատերը չեն հասկանում։ Նրանք ասում են վերստին ծնվել, նորից ծնվել, դա ինչ է նշանակում։ Ոչ մի ֆիզիկական ճանապարհով այդ ամենը հնարավոր չէ։ Բայց սա կրոնավոր մարդու հասկացողությունն է, որովհետև նա կույր է։ Յուրաքանչյուր կրոնավոր մարդ կույր է, որովհետև այս մարդը Նիկոդեմեոսը։ Հիսուսը տեսնում էր, որ նա անկեղծ մարդ է։ Չնայած որ նա կրոնավոր էր, հոգեպես ասված կույր էր, բայց Հիսուսը տեսնում էր, որ նա անկեղծ բնավորություն ուներ։ Շարունակենք կարդալը։ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը»։ Սկզբից Հիսուսն ասաց, որ այդպիսի մարդը չի կարող տեսնել Աստծո արքայությունը։ Իսկ հիմա նա ավելացնում է, որ այդ մարդը չի կարող նույնպես մտնել Աստծո արքայություն։ Եվ Տեր Հիսուսը Աստծո արքայությունն այս աշխարհ է բերել։ Աստծո արքայությունն այն ժամանակ է գալիս, երբ Սուրբ Հոգին մարդու ներսում է գտնվում եւ առաջնորդում է, ուղղորդում է ամեն հարցում։ Եթե մարդիկ չունեն Սուրբ Հոգուն, նրանք չեն հասկանում, թե ինչ է Աստծո արքայությունը։ Նրանք ճանաչում են միայն այս աշխարհի արքայությունը, բայց Աստծո արքայության մասին ոչինչ չգիտեն։ Ինչպես որ ասացի, Աստծո արքայությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ մարդը Սուրբ Հոգով է մկրտվում։ Հիսուսն այստեղ դրա մասին է ասում։ Ով ջրից եւ հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայություն մտնել։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Սրանք երկու տարբեր բնույթներ են, որոնք հակառակվում են միմյանց հետ։ Նրանք միմյանց հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։
Նրանք, ովքեր Սուրբ Հոգուց են ծնված, նրանք հոգևոր են, նրանք Աստծուն են պատկանում։ Իսկ ովքեր որ մարմնից են ծնված, նրանք մարմին են, ինչպես որ գրված է, եւ պատկանում են այս աշխարհին։ Եվ ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ ավետարանական եկեղեցու եք դուք պատկանում։ Կարևոր չէ նույնպես այն փաստը, որ դուք հովիվ եք կամ ծառայող եկեղեցում։ Մեր եկեղեցում նույնպես շատ տհաճ փորձեր են եղել, որովհետև շատ մարդիկ մեր եկեղեցում բժշկություն, ազատագրում են ստանում, եւ նրանք ցանկանում են ծառայող դառնալ, ցանկանում են Աստծուն ծառայել։ Եվ իհարկե այդ ցանկությունը վատ չէ։ Ովքեր որ ցանկանում են ծառայել, մենք նրանց կարող ենք այդ հնարավորությունը տալ։ Ցանկանում եք օգնել այլ մարդկանց Աստծո խոսքը փոխանցել, խնդրեմ, դռները բաց են։ Բայց շատ մարդիկ ունեն միայն այդ բժշկության փորձը, ունեն միայն ազատագրությունը։ Նրանք օրհնություն են ստացել, հավատն օգտագործել են եւ ինչ որ հրաշք է տեղի ունեցել, բայց նրանք դեռ ջրից եւ հոգուց չեն ծնվել։ Եվ այդ պատճառով դեռ հոգևոր մարդիկ չեն։ Եվ շատ դեպքեր են լինում, որ մենք չենք կարող իմանալ, այդ մարդը մկրտված է Սուրբ Հոգով, թե ոչ։ Սկզբից շատերի մոտ մենք չենք կարող միանգամից նկատել։ Մենք չունենք այդպիսի հրաշալի ունակություններ, որպիսի մտնենք մարդու ներսը եւ հասկանանք դա։ Իհարկե Սուրբ Հոգին տալիս է այդ ունակությունը, որպիսի հասկանանք մարդն ունի Սուրբ Հոգուն, մկրտված է թե ոչ։ Բայց շատ դեպքերում, երբ որ նայում ենք մարդկանց, շատ դժվար է ասելը, մանավանդ այն փաստի պատճառով, որ նրանք ինքները համոզված են, որ մկրտված են։ Ես ինքս, լինելով եկեղեցու գլխավորը, չեմ կարող իմանալ, թե այլ երկրում գտնվող մեր եկեղեցիներից մեկում այդ մարդը, ով ցանկանում է ծառայել Աստծուն, ինչ վիճակում է գտնվում։ Ես այստեղից այնտեղ չեմ կարող իմանալ այդ ամենը, բայց նա, ով առաջնորդում է մեր եկեղեցին, Սուրբ Հոգին է։ Հենց Սուրբ Հոգին է աշխատում, որպիսի մարդը ծնվի եւ ջրից եւ հոգուց։ Եվ երբ մարդիկ ծնվում են ջրից եւ հոգուց, նրանք դառնում են հոգևոր մարդիկ, որովհետև մահանում են այս աշխարհի համար։ Բայց եթե դեռ չեն մահացել աշխարհի համար, եթե այն մարդը, ով թվում է, թե ծնվել է Սուրբ Հոգուց, բայց իրականում այդպես չէ, ցանկանում է ծառայել Աստծուն, բայց նա իր սրտի խորքում գիտի, որ Սուրբ Հոգուն չունի, նա միևնույն է շարունակում է խաբել, շարունակում է մտածել, որ մկրտված է Սուրբ Հոգով։ Եվ դա արդեն մարդկային բնույթն է ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ նա իրականում ծնված չէ Սուրբ Հոգուց։ Սուրբ Հոգու մկրտությունը հովիվի կամ ինչ-որ մեկի միջոցով չի գալիս։ Սուրբ Հոգու մկրտությունն այնպիսի մեծ բան է, որ միայն Աստված է անում։ Մարդը մտածում է, եթե նրա մոտ ամեն ինչ նորմալ է, նա լավ ընտանիք ունի, ազատագրվել է, ինչ-որ հրաշք է տեսել, եւ նա հիմա ցանկանում է ծառայել Աստծուն, ցանկանում է քարոզել խոսքը, դա լավ է, ինչպես որ ասացի, այդ ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա։ Բայց եթե այդ մարդն իրականում չի ծնվել ջրից եւ հոգուց, նա շարունակելու է լինել ինչպես որ նախկինում։ Նրա մոտ չի լինելու այդ փոփոխությունը։ Իհարկե սկզբից դա չի երևում, բայց ժամանակի ընթացքում, երբ մարդը կանցնի անապատի միջով, դժվարությունների, հալածանքի միջով, որովհետև նրանք, ովքեր ցանկանում են Աստծուն ծառայել, ովքեր ցանկանում են հովիվ ծառայող լինել, անցնելու են անապատի միջով, անցնելու են կրակի մկրտության եւ դժվարությունների միջով։ Հենց Սուրբ Հոգին է։ Նա սկզբից առաջնորդում է մարդուն, որ նա ապաշխարի, մկրտվի ջրով, հետո ստանա Սուրբ Հոգու մկրտությունը, եւ նույն Սուրբ Հոգին, ով առաջնորդել էր նրան դեպի այդ ճանապարհը, դրանից հետո առաջնորդում է դեպի անապատ։ Դա ինչ որ անարդարություն չէ։ Եթե հիշում եք, հենց Սուրբ Հոգին առաջնորդեց Հիսուսին դեպի անապատ։ Շատ լավ իմ ընկերներ, հետո մենք ավելի շատ կխոսենք այս թեմայի մասին, որպեսզի դուք ինքներդ կարողանաք ստուգել ձեզ եւ հասկանալ ճշմարտությունը, որպեսզի չխաբեք ձեզ այդ կրոնավորության մեջ։ Ես ինքս իմ ներսում այդ մեծ տխրությունն ունեմ,
2 տարի հետո արդեն 50 տարի կլինի, ինչ մեր եկեղեցին գոյություն ունի։ Իսկ ես ինքս արդեն 61 տարի է ծառայում եմ Աստծուն։ 61 տարի է, ինչ ես մկրտված եմ Սուրբ Հոգով։ Եվ ես տեսել եմ շատ մարդկանց, ովքեր կարծես թե մկրտված են Սուրբ Հոգով, բայց երբ անցնում են անապատի, դժվարությունների, հալածանքի միջով, նրանք անհետանում են։ Հետո նրանք հարցնում են, բայց ինչու։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Որովհետև այդ մարդիկ չեն ծնվել Սուրբ Հոգուց։ Թող Աստված ձեզ առատորեն օրհնի։ Կարծում եմ ես կարողացա զգուշացնել ձեզ և բացատրել, որպեսզի դուք պարզ և բաց աչքեր ունենաք, որպեսզի հոգեպես ասված կույր չլինեք, որովհետև հնարավոր է դուք Նիկոդեմեոսի նման եք, ով եկեղեցում մեծ դիրք ունի, ծառայող է, հովիվ է, բայց դուք ոչ միայն չեք մտել Աստծո արքայություն, նույնիսկ չեք կարող տեսնել այն։ Կներեք, եթե ես շատ ուղիղ և կոպիտ եմ ասում, բայց ինչպես որ Հիսուսն է ասել, ճշմարտությունն ազատագրում է մարդուն։ Կրոնավոր մարդը պետք է թողնի այդ ամենը և ճանաչի Հիսուսին։ Հիսուսն ասել է, հարկավոր է, որպեսզի մարդը վերստին ծնվի։ Թող Աստված օրհնի ձեզ։ Ամեն։